Բարի եկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, եթե կարճ ձևակերպենք, ապա այսօր հայտնի դարձավ, որ Բագրատ Սրբազանը ցանկացել է հեղաշրջում իրականացնել, մանրամասների եւ այլնի մասին մենք այսօր կզրուցենք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, բարի եկո պարոն Սիմոնյան, շնորհակալություն հրավերի ընդունելու համար։ Ես կարդացի այդ ծրագիրը հեղաշրջման եւ գործողությունները, եթե չեմ սխալվում, պետք է սկսվեին հենց ազգային ժողովի լսումների ժամանակ։ Այո, նախատեսված էր, որ ըստ ինֆորմացիայի, որ լսումներին զուգահեռ այդ գործողությունները պետք է իրականացնել, մենք էլ օրենքով, երբ ընդդիմադիր խմբակցությունները բավարար չափով ստորագրություններ են ներկայացնում, մենք հնարավորություն չունենք չանցկացնել այդ լսումները ու բազմաթիվ այս լսումներ տեղի են ունեցել։ Հիմա հետաքրքիր է, թե որ պատգամավորներն էին ստորագրելու այդ լսումները կազմակերպելու համար եւ փաստացի եթե վերջնական ապացուցվի այն մեղադրանքը, որ այսօր որ ներկայացվել է, փաստացի հանցակից էին հանդիսանալու եւ այդ դուք հեղաշրջում բառը օգտագործեցիք, ես կարող եմ ասել, որ դա տերորիստական ակտի նախապատրաստում էր եւ որևիցե ձևով մենք չէինք կարող տարբերություն դնել հոկտեմբերի 27-ի հետ։ Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու մի դեպք էր։ Ну, եթե կարդում ես ընդհանուր սցենարը, նման է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի, այսպես այրել ավտոմեքենաներ, թալանել խանութներ, գնդակարել մարդկանց։ Դե խնդրեմն այն է, որ մարդկանց համար պետությունը որևիցե դերակատարում չունի։ Այսինքն այս ներկայացված թե պլանի, թե ձայնագրությունը, եթե երբ որ համադրում ես, ստացվում է, որ նպատակը քաոս ստեղծելն էր Հայաստանի Հանրապետությունում։ Ու հետաքրքիր բան ասեմ, էլի, Պետրոս ձեզ, որ տեսեք, վերջին նիստերի ժամանակ դաշնակցական падգամավորները վեր էին կենում եւ իրենց ելույթների մեջ մշտապես ասում էին. պատերազմից 5 րոպե է պակաս։ Դուք հասկանում եք, ռակետները մեր վրա այո, դուք հասկանում եք սեպտեմբերին, երբ որ սկսվել է 44-օրյա պատերազմը, երբ որ իրանք ասում են 5 րոպե է պակաս, երբ որ իրավիճակը սենց է, անել նման գործողություններ պետության հանդեպ ինչ հետևանք կարող էր ունենալ։ Մենք կարող ենք ուղղակի պետականություն կորցնել եւ ես առիթ օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր որ աշխատել են եւ այս բանը բացահայտել են, որքան հասկանում եմ, շատ երկար ժամանակ է տևել այս աշխատանքը եւ շնորհակալություն եմ հայտնում ԱԱԾ-ի բոլոր աշխատակիցներին, թե այսօրվա պաշտոնակատար պարոն Սիմոնյանին, թե պարոն Աբազյանին, որը մեծ աշխատանք է կատարել եւ բոլոր այն մարդկանց, որոնք պետության անվտանգության համար հսկայական քայլ են արել։ Ես կարդացի մի քանի ընդդիմախոսի, նրանք ասում են այս գործողությունների ծրարը, որ հրապարակվել էր 24 թվականին է վերագրված։ Ինչու եք դուք հիմա բերել եւ ցույց տալիս եւ սրա հիման վրա մարդկանց ձերբակալում։ Սա 24 թվականի հեղաշրջում է։ Բայց սա մի ամբողջ մեծ պլան է։ Նախ որքանով ես հասկանում եմ այսօրվա ձերբակալությունները եւ գործողությունները դրանք ձայնագրության հետ կապված գործողություն, այսինքն ձայնագրության հետևանքներն են, այլ ոչ թե այս փաստաթղթի, որը շատ ավելի վաղ ստեղծված փաստաթուղթ է, որքան հասկանում ենք, բայց անոնսը ներողություն այս բառի համար գործողությունների, թե Բագրատ Գալստանյանը, թե մնացած երկու ամիսա տալիս էր, ասում եք, թե ավելի շուտ էր տալիս, ինքը հիմա ավելի բանձևով էր տալիս, բայց ավելի շուտ էր։ Դուք ես ուզում եմ, որ թե դուք, թե մեր հեռուստադիտողները մի հատ այդ շղթան տեսնեն, հա։ Տեսեք, այն խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը մեծականակ ոստիկանների շրջապատված գնում է այսինչ տեղը, դուք շատ բան ունեք, ձեր անվտանգության աշխատակիցները, այս խոսակցությունները, հետո այն դաշնակցական Հրանտ Մարգարյանի հարցազրույցը ես վերջերս, որ ասում էր, դե դա հոկտեմբերի 27-ը դա պորտկում էր, հոկտեմբերի 20 նոյեմբերի 9-ը դա պորտկում էր, այդպես պորտկումներ ալա լինելու։ Տեսեք, սրանք սաղ նախապատրաստական փուլի մասնիկներ են։ Իսկ այդ թղթի մեջ նկարագրված, որ ասում են 24 թվի, նկարագրված բաների որոշ մասեր իրանք չեն օգտագործել, ֆեյքերի բանակը այդ կեղծ տեղեկությունները մեր մասին, վարչապետի մասին եւ այլ, այդ պլանը դրել եւ իրագործել են։ Մի քիչ արագ տեղ, մի քիչ դանդաղ, կամ այն միտքը վերջում արած, որ հանկարծ եթե ստացվի այնպես, որ համաձայնագիրը ստորագրվի, մենք պետք է այս քայլեր անենք։ Դուք հասկանում եք այդ մարդիկ ինչ են խոսում։
այդ մարդիկ խոսում են Հայաստանի Հանրապետության չլինելու մասին, այսինքն հանկարծ եթե նենց է ստացվում, որ համաձայնագիր է ստորագրվում, դա նշանակում է, որ դա իրանց համար իրանց քաղաքական ծրագրի ավարտ, ձախողում եւ իրենք պետք է արագ գործողություն անեն։ Դուք ասացիք ձայնագրությունների հիման վրա, մենք ունենք մի քանի ձայնագրություններ, որոնք իրոք շոկ են առաջացնում։ Ես առաջարկում եմ ծանոթանանք եւ վերլուծենք։ Խնդրեմ ռեժիսորներին ձայնագրությունը։ Մենք դրել ենք բանի վրա, համոզենք, խարոզենք։ Երկու հոգու պատիկա գնում ես, մի 15 հոգու դնում ես բանկը, դա գնդակարում ես ինչու։ Գնդակարում ես ընտանիքին կոմպենսացիա ես տալի կյանքյան, իրանք էլ ուրախ կրում են։ Հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքում չենք։ Նկատակ ենք դրել գոնե 150 մինիմում 200 խումբ կազմել։ Կամ 20 հոգյանոց ֆիլմերը չեն։ Հստակ է, մարդիկ մենք կամնում են վերջ, նյուրը Հիմա 20-20 հոգյանոց ֆիլմերը լինեն, դեր իրենց մեջը 8 հոգյանոց կլինեն, Անոնք իրար ավարեց միատ ընդհանքում իրար գլխավոր հրամանատար կրումը, բաժանց 3 խմբերի։ Որ համտարկել է հստակների, համ գործողությունները հստակները, համել իրանցի ինչ ան, երկը պետոկոլից բանից իվարը տեխնիկան հավաքենք ինչ որն է։ Խարտեզը գծենք, ինչ ենք արվելու գործողությունները կլան ինչ են, դելով հայտարեցին դուրս են դած, 20 մինիմում 20 գավառը, որպես վերահսկել խմբերին է, իրանց պատասխանատույով, ոչ, խմբերում է լերմոնն է, տես կոչաղը, դրանք տասն լաջացակ է վարդին ակա, կոնկրետ ասել ծանքել ինչ է։ Կենտրելեկցիոնարը առոշկան շողը լսինդել է, տատի է, խանգիկ ենք, ունենք էդ մենք պետք է միշև երկու աղքում կազմենք, 20-20 հոգյանը, տեսեք պետք է քանի հազար ձիգ ուժը կամված մարդիկ ունենա, որ փողոցը պարեն, ունեն կրնի փողոց պագելով, կրնի ուրիշ գործողություններ անկար, այդ լրիվ գործողություններ կան։ Նախ պետք է մի երկու հոգու գյուլել։ Սրբազանը նաև մարդասպան է, էլի։ Դե մի երկու հոգու, բայց ասում եմ ամենավոր ասում, ընտանիքներն է գող կլինեն, կոմպենսացիա կտան։ Դե բայց ես չգիտեմ, եթերային բառեր օգտագործելու ինձ ստիպում եմ եթերային բառեր օգտագործել, բայց սա տերորիստական ակտի նախապատրաստում է, սա մարդասպանի խոսակցություն է։ Ես վստահ եմ, եթե այդ հնարավորությունը լիներ կամ գուցե եղել է, մենք նմանատիպ խոսակցություններ կլսեինք հոկտեմբերի 27-ից առաջ։ Ասենք, դուք հասկանում եք ինչ է կատարում։ Դուք հասկանում եք, ասինքն բոլոր Աստվածաշնչում նկարագրված մեղքերը սրբազանների վեղարների տակ հիմա թաքնված են։ Բոլոր Աստվածաշնչում նկարագրված մարդասպանությունը, ագահությունը, չգիտեմ էլ շնանալը եւ մնացած, այդ ի՞նչ է։ Այդ ի՞նչ է ուզում։ Լավ չհասկա, ինչի համար պետք է գյուլեին մի քանի հոգու։ Դե ասում է իրանից հարցը, ես չգիտեմ, ես այդ տամ այդ լեզվամտածելակերպը չունեմ։ Իմ պայքարի ձևը խոսքն է, հետո 20-25 հոգյանոց խմբեր ստեղծեին մոտ 200։ Ու գային ազգային ժողով։ Դե ազգային ժողովում լսումներ էին կազմակերպելու, դուրսը հրահարեն, նույնը ինչ որ արեցին։ Նույնը արեցին, չէ, երբ որ բախումներ հրահարեցին ազգային ժողովի դիմաց, հələ ոստիկաններին մեղադրեցին։ Էս այդ նույն մարդիկ են։ Էս այդ նույն մարդն է, որը հիմա նաև, հա, փորձում էին մեզ մեղադրել այդ օրերին, որ իբր մենք մարտի 1 արեցինք, ինչ-որ sense բաների մասին էին խոսում։ Միևնույն ժամանակ Լևոն Քոչարյանի հետ, հա, այստեղ հիմա փորձելով բանակցել, որ ներգրավվածությունը ավելի շատ լինի, չի լինի, sense նեղ սրտում էր այս մարդը։ Դե բոլոր հարցերի պատասխանը ինձ թվում է մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ լավ հասկանում են բոլոր հարցերի պատասխանը։ Առաջարկում եմ մերի լսենք ձայնագրություն։ Խնդրեմ։ Մենք մենք օրում պետք է հարցել երկրի ցերեկվայից մինչև կես գիշերական մյուս օրը առավոտ շարունակական պիտի դա։ Ու ոչ թե կողքերը պետք է թիրախով, բայց պիտի մտնենք անենք, որ տևելով 24 ժամյա անընդհատ պրոցես է։
հետևի 24 ժամը 36 ժամ կապ չունի, սկսես պետք է չավարտեն, մինչև որ վերջանա։ Դրա արդեն այդ ընթացքում չես էլ մտածում այդ պրոցեսի օրերի մասը, որը չկա, որովհետև այս պահին մտար, ասենք ժամը 4-ին մտար, պետք է ինչքան ուզում եք տևի, պետք է միջը վերջ պետք է կանոնը չկա այդ ընթացքում, ասենք մի հատ լավ, մի հատ դասարտ տան, չկա, պետք է երկի քանց տա, պետք է ակուցել ոստիկանությունը, չի կարող բանտաշան, չի ստացվում։ Չի ստացվում։ Ուխելից, սկսած սալյուտներից, օրեններից վերջին։ Չասեմ 31 կիլոյի ապա է սալներից։ 4 հատ տեխնիկի փողոց կա, 4-ի վրա 10 մեքենա ապա է սալում։ Ուտի հազարով մեքենա դեխեցան առաջ։ Արտեչ։ Դրխ բինեն սալյուտներ, սյուների վրա կապելի։ Ովա ինտերնետի ցանցերի անջատումներ, ոսանքների անջատումներ, Տորոյդուսի մեծերի կործանումներ։ Վերքին զոկեն մի խումբի ժամը էլեկտրական է դուղը։ Ատե ոսանքը կտուզ տարբար չի բացում, հրամանությունը շատ ոստիկանությունը ասում սա խաղումած է իրար, հրամանատարները են փոխել։ 20 ալիարոսն ինտերնետի մայդերը անել չասներ, որ ութամատսկիզը չլին, ուսմկրդրկե սիստեմ ախտերի շրոսանի կողմտերում ուտկետեցում են, որնեք չի ասարաչում, բանկերի մեծ խանքներ են ներացում, կարայքն չնաշատել։ Պատված կենեն հենց էսոր առավոտը ոտի կանե, սաղտերը տայն ճարդ շրան են գասն դգնային են ուտացի չսան։ Ну, գեղարվեստորեն նկարագրեց այդպես կինո կար փլուզում, որ անում էին հոսանքներն են անջատում, ինտերնետն են անջատում, տրանսպորտն են կոլապսանում, բանկերն են խափանում, խանութները, ոստիկանությունը եւ քաոս։ Հենց այդպես էլ ասում եմ, պետք է երկրում քաոս տարածել։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը մտցնել քաոսի մեջ քաղաքական պայքարի համար, պաշտոնի համար, Հայաստանի այն դեպքում, որ ընդամենը 360 քանի ավելի քիչ 350 քանի օր հետո Հայաստանի Հանրապետությունում իսկ սեպտեմբերի պարագայում շատ ավելի քիչ ժողովուրդները էսա մեր ձևերով է ես նորից եմ կրկնում եկեք շղթան հասկանանք ես ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ պատրաստվում խախտել եւ չեմ խոսում որևիցե մեկի մասին էսա մեր ձևերով է հոկտեմբերի 27-ը պորտկում էր դուք շատ անվտանգություն ունեք ոստիկանությունը շատ է բանը այս մենք մեր ձևերով կանենք եւ այլ եւ այս ցանկը կարելի է մի էջել այս ցանկը շարունակել ես կարծում եմ որ մեր ժողովուրդը այս ցանկը հասկանում է ու սա վստահ եմ վերջի դեպքը չի ես վստահ եմ որ էլի sense փորձեր են լինելու ես վստահ եմ որ էլի մարդիկ կան որոնք որ փորձելու են Հայաստանի Հանրապետությունը մտցնել քաոսի մեջ, բայց նաև վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա թույլ չի տալու։ Տեսել ենք, գիտենք ձևերը։ Ասում եմ պետք է գնանք մինչև վերջ եւ թիրախը խփենք մինչև վերջ։ Թիրախավորված խփենք եւ վերջ։ Պետք է մեկնաբանեմ սա ես։ Սա ոնց կարելի է մեկնաբանել։ Ես առաջի մի քանի ժամը չէի կարողանում մեկնաբանել։ Չէի հասկանում ինչ մեկնաբանես սրա շուրջ, ինչ ասես սրա շուրջ։ Ասում եմ, քաղաքական գործիչներին դնենք մի կողմ, քաղաքական տարակարծությունը դնենք մի կողմ, այո, մենք շատ ծայրահեղ տարբեր կարծիքներ ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքական ապագայի մասին։ Բայց հարգելի Պետրոս, տեսեք, մենք նույնիսկ ամենափոքր քայլին, տենց բան քայլին, որը որ կբերի Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, մեր սկզբունքների խաթարման չեն գնացել։ Մենք ընտրություններ չենք կեղծել, չնայած այդ ընտրություններից կախված են եղել նույնիսկ մեր կյանքերը, ինչպես արդեն բազմիցս ապացուցվել է։ Մենք շատ կարևոր սկզբունքներ չենք խախտում իշխանության։ Լավ, ես չեմ հասկանում, ընտրությունները մնացել են մի տարի։ Քիչ ավելի, մի տարի։ Իրանք ասում են, որ իշխանությունը ռեյտինգ չունի, ջախջախելու ենք եւ գնանք։ Ինչն է խնդիրը, ինչու՞ իրանք գիտեն, որ ախր իրանք գիտեն, որ նախ տենց չի, որ իշխանությունը ռեյտինգ չունի, որովհետեւ ինչ որ ձևով իշխանությունը առաջարկ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ փորձում է բացատրել։ Իրանք այդ առաջարկը չունեն եւ սա դրա հետևանքն է։
Պետրոս, եկել էր ձեր մոտ ինքը, հիշում եք այն միտինգների ժամանակ, ինչ էր ասում ինքը, բովանդակություն տալիս է։ Ասում էր, որ դուք ներեք ու վերջ։ Լավ, բայց քաղաքական գործիչը ընդդիմությունը, նույնիսկ պարլամենտական ընդդիմությունը, իրանք բովանդակություն չեն տալիս, եւ դա ամենավտանգավոր բանն է։ Երբ որ սկսում են սերմանել ատելություն, եւ երբ որ այդ ատելությունը բերում է նրան, որ ինչ որ մարդիկ, այո, այսինքն ֆանատիկ, հիվանդ անձնավորությունների շուրջ համաձայնության են գալիս։ Այդ որ ասում են, հա, 500 fake նստի գրի, կոմենտներ գրի, ատելության TikTok-ներում, Instagram-ներում նկարներ դրեն։ Մեծ ինդուստրիա են սարքել։ Այդ ինդուստրիան կա, այդ ինդուստրիան կա, գոյություն ունի, ես ձեզ վստահեցնում եմ, գոյություն ունի։ Այն տարբեր տատիկների, պապիկների նկարներով fake էջերը, որոնք մտնում են 500 fake մտնի արժեքի իշխանության ասած։ Կան դրանք, այդ պատմությունները, որ իբր դեղեր ենք բերում Հայաստանի Հանրապետություն փորձարկումներ են կանում, անգլիական ինչ-որ նոր ստեղծված կամ ֆրանսիական բաներում ինչ-որ ունեցվածների մասին բաներ են գրում, այդ սաղ սենց, դրա մի մեծ մասնիկն այն չի զարմանում։ Ուղղակի այն ինչ-որ մենք այսքան ժամանակ ասել ենք, դարձավ ակնհայտ։ Դե հիմա թող գան ու հնարեն, ասեն, որ սա արհեստական բանականությունն է։ Մի հոգի կար, դա ասում էր, որ արդեն զենքերը, որ որսորդական էին։ Զենքերը, որոնք որ ցուցադրվում են եւ այն բաները դրանք երևի 3D պրինտերով են տպել, չգիտեմ։ Ամեն ինչ հնարված է։ Դե ինչ ասեմ, բա առաջարկում եմ էլի գոհարներ կան, էլի լսել։ Երիտասարդ լուրջ տղեկ հրամանատարների հետ։ Ես ուրիշ ձևով ուզում ասել մոտ ինչ ենք անելու։ Նախ ասեմ, որ մենք երկու ամիս պատասխան ժամանակում ամենաշատ։ 2 ամիս։ Այդքան էր տենց պլանավորած։ Սեպտեմբերի վերջ պետք է ավարտեին, սեպտեմբերի 21-ին անկախության օրը օգտագործեին ամեն օր տեսակ նախկինում հրապարակված այդ ուղեցույցը, պլանը, այսպես ասած, այդ պլանով շարժվել են մարդիկ։ Շատ հետաքրքիր փաստաթուղթ է սուտ տարածելու թեմայով։ Թիրախային ապատեղեկատվություն գաղտնի բանակցությունների մասին խոճապի սերմանում իշխանական համակարգի ներսում։ Որ գրում են, Երկիրը գրում էր, որ գիտեք ինչ է գրել Երկիրը, որ Էրդողանը զարմացել է, թե Փաշինյանը ինչքան շատ է զիջում։ Պատկերացնում եք, Երկիրը դա գիտի, Էրդողանն անձամբ, իսկ դրանից առաջ դա չի արվում։ Այն որ գրում են, որ անընդհատ գրում են, հիմա էլ գնացին, այս բանակցեցին, այս տվեցին, Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, դրա մաս չի։ Այդ fake պատմություն։ Նախարարության վերջը հաստատումներ ռուս գործընկերների միջոցով։ Դե ինչ ասեմ, մարդիկ միշտ տիրոջ կարիք են ունենում, դա դրա վառ օրինակն է։ Մարդիկ տիրոջ կարիք ունեն։ Իմիջիայլոց այս փաստաթղթում կարմիր գծով գնում է եկեղեցին եւ ռուսները։ Օրինակ 5-րդ փուլում քննարկում է Փաշինյանին ու մերձավորներին եկեղեցուց հեռացնելու հարցը։ Դե եկեղեցին են իրանց կազմակերպությունն է։ Տեսակ ցուցակը կառավարության այդ տերտերներ կային։ Սրբազաններ են, որոնք արդեն նախարար են։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք այդտեղ լուրջ խնդիր կա եւ Աստծո տունը վերածել են ամեն ինչի բացի Աստծո տանից, ասում են կան հարցեր, որոնց մասին չեն խոսում եւ չեն պատասխանում։ Այդտենց յուրաքանչյուր բանի կարելի է պատասխանել։ Նրանք ասում են ներգրավել հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմային կառույցները, վանական միաբանությունները եւ ծխական համայնքները Սփյուռքում։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է բոլորի համար, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Անեցքի ծրագիր, գիտեք որ անեցքի ծրագիր է։ Պետրոս, Կտրիչի հարցը պետք է հենց հայ առաքելական եկեղեցին լուծի։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա եւ նա հեռանալու է, որովհետեւ չի կարող իր անձը դնել եւ իր անձի շուրջ իր իշխանությունը պահելու համար ամբողջ հայ առաքելական եկեղեցին վարկաբեկել։ Ես առաջարկում եմ մի տեսանյութ դիտել հենց եկեղեցու կոնտեքստում եւ վերադառնանք։ Մայրաթորը միացած է միշտ։ Առանց վեհապար հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Հայոց հայրապետը ինքն է մեր
մեր հայրը, մեր օրտնողը, մեզ առաջնորդողը, ամեն ինչ։ Դուք կարծում եք, որ այս ծրագիրը նույնպես անցել է Հայրապետի օրհնությունը։ Ես արդեն վախենում եմ որևիցե դատողություններ անել, թե ներսում ինչ է կատարվում, որովհետև տեսեք, նախ մի հատ բան պատմեմ բոլորին, երբ որ մենք գնացել էինք մարտաճարի բացմանը, մի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ։ Դրա մասին կամ չի գրվել, կամ շատ քիչ է խոսվել։ Այդտեղ կա աղոթքի մեջ, որտեղ որ Հայրապետի անունն են տալիս, Վեհապար Հայրապետի անունն են տալիս, եւ բոլոր սրբազանները պետք է ոտքի կանգնեն։ Եվ աչքս զարնեց, որ ընդամենը 2 հոգի, եթե չեմ սխալվում, ոտքի կանգնեցին ու ինձ թվաց ինչ որ ես բնական է լավ չեմ տիրապետում բոլոր ծիսական այդ կանոններին, չհասկացա ինչ է կատարվում։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ ներսում բնական է այդ իրավիճակը եւ ներքին խժդժությունները, ինչպես բոլոր կուսակցություններում հաճախ լինում են, այդ ներքին խժդժությունները այդ կուսակցությունում էլ կա եւ վստահ եմ, որ այս ամբողջը մենք պետք է դիտարկենք, ինչպես արդեն ասացի, մի ամբողջական շղթայի մեջ։ Տեսեք, ստանալ ռուսական հայազգի օլիգարխների աջակցությունը եւ միջոցները։ Ձեր կարծիքով Սամվել Կարապետյանը ուղղակի կապ ունի այս ամենի հետ, թե ոչ։ Ես հույս ունեմ, որ ինքը գիտակցում է, թե ինքը ինչ process-ի մեջ է մտել։ Ես չգիտեմ ինքը կան տարբերակներ, որ դրսից են իրեն ասել, որ ինքը մտնի այս process-ի մեջ, կա տարբերակ, որ ներսում է ինքը այդ որոշումը ինչ որ ճնշումների հետևանքում կայացրել, բայց ես կարծում եմ ինքը պետք է գիտակցի, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, եւ եթե ինքը չի կարող իրեն թույլ տալ, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում ասել խմբակ, որը զավթել է կամ որևիցե բան, 5 վայրկյանում օթում կունե զրկեին, դատային տարբեր բաներով, իսկ ստեղ կոչ անելու պարագայում եւ բաներ ասելու պարագայում, որոնք մեջը քրեական տար կարող են պարունակել, պետք է պետությունը չարձագանքել։ Այսինքն ինքը շղթայի մաս է։ Գիտակցված թե չգիտակցված միանշանակ այո։ Գիտակցված թե չգիտակցված, ես հույս ունեմ, որ չգիտակցված, որտեվ ուզում եմ տենց լավը պատկերացնել, բայց միանշանակ մի մաս է։ Այսինքն ինչա ոնց է ստացվում, այսինքն դու պետք է գաս ասես, որ Հայաստանի Հանրապետություն կասկած կա, որ իշխանությունը ընտրված է։ Չեմ քննարկում լավն է, վատն է։ Մեկի համար լավն է, մեկի համար վատն է։ Բայց իշխանությունը ընտրված, այսինքն լեգիտիմ իշխանություն է։ Գալ ասել խմբակ եւ մենք մեր ձևերով այդ հարցերը կլուծենք իրանց, եթե քաղաքականությունը, դասեք քաղաքականության մեջ մի ձև կա, դա քաղաքականությունն է։ Քաղաքականության մեջ եթե չի լինի, հոկտեմբերի 27 տեսած երկրում ասել մենք մեր ձևերով կլուծենք, այս ամեն ինչը շղթա չի, հա։ Լավ, թող շղթա չլինի։ Բասում են նա մեծ բարերար է, նույնիսկ կառավարական տներն է կառուցել, ոնց եք նման բարերարին այդպես վերաբերում։ Բայց պետք է մենք դա էլ հասկանանք։ Այսինքն փաստացի ստացվում է, որ ինչ որ մասնավոր Սերժ Սարգսյանին կաշառք է տվել, հա։ Ոնց կարա օրինակ ինչ որ անհատ կամ ընտանիք կառուցել ինչ որ տուն, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը կամ ապրել է Սերժ Սարգսյանը, այդ ժամանակ ապրում էր։ Եվ կառուցել առանձնատուն Սևան քաղաքում, վերակառուցել ինչ որ այլ պետակ, այսինքն դա ինչ որ բանի դիմաց է արվել, պետությունը ինչ որ դա պետք է հասկացվի, այսինքն այդ հայտարարությունը, որը արվում էր իբր մեզ վարկաբեկելու, մեր համար ոչ մեկ ոչ մի բան չի կառուցել։ Փառք Աստծո, ասեմ ավելին, 2018 թվականից հետո այդ բոլոր դեպքերը, այդ ձևերը, որ ենթադրենք ինչ որ բարերար, ինչ որ ծախս պետության վերցնում է իր վրա, կտրականապես մերժվել է, փակվել է այդ թեման։ Պետությունը ինքը ծախս ունի, չգիտեմ, հյուպատոսարան բացի ինչ որ երկրում դեսպանատուն բացելու, մեզ պետք չի որ մեր սիրելի սփյուռքահայ բարեկամները ինչ որ ձևով աջակցեն, իրանք իրանց բանով։ Հիմա ինքը փաստացի հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի համար տուն է կառուցել, կարծում եմ Սերժ Սարգսյանը պետք է սրան պատասխանի։ Ինքը ոնց է ապրել մի տան մեջ, որ իրան Կարապետյանների ընտանիքն է փաստորեն նվիրել։ Ինչի դիմաց։ Այդ արդեն թող իրավապահները պարզեն։ Մի ասպեկտ կա բլոգերներ, լրագրողներ, սոցիալական ցանցեր, որ տարիները մարդկանց պարզապես terror-ի են ենթարկում եւ ստեղ է նպատակը գրվում է, որ քաոս, խուճապ, անկումային տրամադրություններ եւ ասում է
500-ից 50-ից 100 բլոգերներ Telegram-ում, ալիքներում, TikTok-ում, Twitter-ում, Facebook-ում, YouTube-ում եւ մեկնաբանների բանակ, եւ որ մտնում են տակը գրում են, մենք զզվում ենք ձեզնից դուք թուրքամետ եք, թուրքացի եք եւ այլն, 500 հոգի, որոնք արժեզրկում են իշխանական հարթակները։ Ոնց կարելի է սրանց հարցը։ Չգիտեմ, բայց մենք դա եթերային ահաբեկչություն է։ Մենք մի քանի օր առաջ տեսանք, որ լրագրող իրեն անվանող լրագրող մեկը, որին ես լրագրող չեմ համարում, մի մարդու Գաբրիել Ջեմբերջյան, եթե չեմ սխալվում, ուղղակի սրտի կաթված էր հասցնում։ Ուղղակի ուզում է այդ մարդը եթե տեղ մահանար, ասենք ուղղակի տեսակ ինչա կատարում եւ այդ հարցը պետք է լուծել։ Հիմա տեսեք եկեղեցու մասով ասում ենք եկեք թափանցիկ լինենք, ասում են դուք խառնվում եք եկեղեցու գործերի մեջ։ Ասում են կլինի դուք ինչքան հարկը ցույց տակ հարկ վճարեք, մենք այդ հարկը հետ վճարենք, հետ տանք։ Եթե ինչ որ բան էլ պետք է, ավելացնենք, բայց թափանցիկ լինի։ Ասում են չէ դուք դա բանը, ասում են կուսակրոն եք, ասում են դուք խառնում եք որ գործերի, այսինքն նույնը անում է լրատվական դաշտը։ Լրագրողին կամ թերթի սեփականատիրոջը ասում ես դու գալիս ես ինչ որ բաներ ես խոսում պետական մարմինների մասին, լավ ես անում, դա քո իրավունքն է։ Չինովնիկների մասին խոսում ես, լավ ես անում, դա քո իրավունքն է։ Բայց կլինի մի հատ հասկանանք դու, չգիտեմ, կոսմոսից ես սնվում, սատանայի կողմից ես սնվում, Աստծո կողմից ես սնվում, որտեղից է այդ փողը, որ դու քեզ 4 հատ բնակարան ես առնում ու գլուխ գովում դրա մասին։ Որտեղից է այդ տարածքները, որոնք դու վարձով ես տալիս, ասում ես դա այն ժառանգություն։ Ուզում ես կան որտեղից է այդ ամեն ինչը։ Հայաստանի Հանրապետություն լրատվական դաշտը անկախ է, 34-րդ տեղն ենք։ Այդպես ցուցանիշ Հայաստանը երբեք չի ունեցել ու շատ երկրներ մեզնից առաջ գնացած, այսինքն երկրի բան չեն ունեցել։ Բայց պետքա թափանցիկ լինի եւ լրագրողներ կան, ես շատ հարգալից եմ վերաբերվում, շատ լրագրողների, որոնք ինձ նույնիսկ այնպես շատ ծանր իրավիճակի մեջ են հաճախ չեպազրույցների ժամանակ դնում, հարգանքներս իրենց։ Բայց կան կիլլերներ, կներեք ես բառը, կիլլերներ, որոնց համար իդեպ տարբերություն չկա։ Ով փողը կտա, չես հասկանում, ինքը լրագրող է, պահիտակ քրեական ենթամշակույթի կրող է, պահիտակ, չգիտեմ, քաղաքական գործիչ է, ինքը հարց է տալ, ինքը հարցի մեջ պատասխանը դնում է, ասում է ճիշտ եմ ասում, ասում է լրագրող է։ Այստեղ մի հետաքրքիր մեթոդիկ կա, ինչպես ասում են, կա։ Տեսեք ինչ ասում, բացատրող ծաղրանկարներ Փաշինյան եւ թուրքական դրոշ։ Ասում են ինչ պետք է անեն լրագրողները։ Եկեղեցին շղթայված եւ ժողովուրդը դատարկ սեղանի առջև։ Եկեղեցին շղթայել են իրենք, կոլաժը։ Եկեղեցին շղթայել են իրենք, սարքել են իրենց համար բիզնեսի տեղ, վարչապետը, ես, մեր բազմաթիվ թիմակիցներ, մենք խորը հավատացյալ մարդիկ ենք, ունենք մեր մեղքերը, ունենք մեր սխալները, ոչ մեկ այդ դրանից ապահովագրված չի, բայց մեր համար եկեղեցին արժեք է։ Այն խոսակցությունը, լսեք, հիմա Սրբազան Բագրատ Գալստանյանին ձերբակալել են տերորիստական ակտ կազմակերպելու կասկածանքի բերումով։ Հիմա էլի վեր են կենալու, ասել են սա հարված է եկեղեցուն։ Հետո էլի բանապարզվելու ասել են հարված է եկեղեցուն, դա այդ ինչ է, այդտենց պաշտպանիչ շերտ է, հա, ինչ ուզում ես անում ես, եթե ասում վեղարը հագնում ես, ասում ես ես ինչ ուզենամ կանեմ։ Տենց են արել էլի։ Պաշտպան, այս ամենը ցավոք ունի նաև եթե հավատանք աշխարհակաղակական։ Հնարավոր է անհրաժեշտ լինի բոլոր առանցքային դերակատարները հավաք մեկ չեզոք երկրում ռուսական կողմի ներկայացուցիչի մասնակցությամբ։ Ինչպես կմեկնաբանեք։ Միշտ Հայաստանի Հանրապետությունը տարբեր կենտրոնների կողմից ցանկություն ա եղել ու լինելու է ինչ որ ձևով ներխուժել եւ մեր գործերին խառնվել։ Արդեն մեր իմաստությունից է գալիս, թե որքանով մենք դա թույլ կտանք։ Ես վստահ եմ, որ մենք այլևս դա թույլ չենք տալու, մենք չէ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա այլևս թույլ չի տալու։ Հասկացել ենք, էլի, սա հասկացել ենք։ Հիմա հենց այդ թեկուս այդ ռուս ներկայացուցիչի օրինակով բերեմ, այս վերջերս ռուսական հեռուստաընկերության որոշ ռուսական պաշտոնական հեռուստաընկերությունների որոշ ներկայացուցիչներ փորձեցին մտնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ եւ ես ակնհայտ կարող եք տեսնել Հայաստանի Հանրապետության ժողովրդի արձագանքը։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հասկանում է, որ դրսից այո ուզում են Հայաստանի Հանրապետությունը ֆորպոստացնել։ Բայց դա տեղի չի ունենալու եւ այդ գործողությունները հակառակ ազդեցություն են ունենալու։ Ես համոզված եմ, որ դա չի աշխատելու։
Թող չփորձեն։ Ձեր կարծիքով ազգային ժողովի ընդդիմադիր ֆրակցիաները, նրանց ղեկավարները այս process-ի հետ կապ ունեն թե ոչ։ Վերջացել են իրանք։ Վերջացել են։ Չկա ոչ Սերժ Սարգսյան կա այսօր քաղաքական դաշտում, ոչ Սերժ Սարգսյան, ոչ Քոչարյան, ոչ Սերժ Սարգսյան։ Նրանք քաղաքական դիակներ են, որոնք ցավոք սրտի ուզուրպացրել են ընդդիմադիր դաշտը եւ չեն թույլ տալիս, որ նոր ընդդիմադիր ուժեր ձևավորվեն կամ կլանում են այդ մարդկանց փչացնում են, բառից բուն իմաստով փչացնում են քաղաքական գործիչ որպես եւ ուզուրպացրել են, մտածում են թե իրենց քրեական գործերը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում ինչ որ մարդիկ մոռանալու են մարտի 1-երը, հոկտեմբերի 27-ները, օպերացիա կալցոները, մտածում են որ դա իրենց փրկելու է, չի փրկելու, հերթով, շարքով, կարգով Միգուցե երկաթե մանդատի գործողությունը տնտեսական մասով տեսանելի է շատ, իսկ մնացած մասով տեսանելի չի, բայց դա էլ է լինելու։ Պրծավ, անցել է այդ ժամանակը, վերջացել է։ Բոլորը պետք է պատասխան։ Տեսեք, երբ Սերժ Սարգսյանի ժամանակ Սասնա ծռերը գրավեցին ոստիկանական գունդը, մենք դատապարտեցինք, չէ՞, ասենք որ մենք այստեղ Սերժ Սարգսյանի կողքին ենք, պետության կողքին ենք։ Սերժ Սարգսյանի կողքին չենք, պետության կողքին, որտեղ Սերժ Սարգսյանը պետություն չէ։ Նախագահն է։ Եվ այստեղ երկու կարծիք չկա։ Ես հիմա կարդում եմ հանրապետականների գրածները, քոչարյանականների գրածները, նրանք այդպես ռիսկ չեն անում անթակույց, բայց սատարում են Բագրատին, ասում են, բայց ոնց որ տես տերորիստ չի, բայց մարդը դուք անում են ինչ որ դուք 18 թվին էիք անում։ Փորձում են, բայց գլուխները կախելու են, լռելու են, հայ ժողովուրդը բռնություն չի սիրում։ Ակնհայտ է, որ տերորիստական ակտ են պատրաստել, ակնհայտ է։ Սաղ դնենք մի կողմ, այս վերջի դրվագը, զենքերը, իր անոնսը, իր գործողությունը ակնհայտ է։ Ես չեմ ուզում խախտել որևիցե մեկի ամեղության կանխավարկածը։ Իմ համար, որպես քաղաքացի, որպես մարդ, որը տեսնում է, լսում է, հետևում է, ակնհայտ է դա։ Ես այլ կարծիք չեմ կարծում, որ ունեն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Այս սարսափելի չի, որ քաղաքական համակարգի կողմից չկա միանշանակ դատապարտում։ Երեք նախագահներն էլ ձեն չեն հանել։ Ինչ անեն։ Ինչ անեն։ Դատապարտեն տերորիզմը։ Չեն կարող, իրանք չեն կարա դատապարտեն։ Դրա մեջ չի որ այդ Բագրատ Սրբազանը իրենց մարդն է կամ։ Իսկ դուք ցուցակը կարդացել եք։ Այն որ պետք է իրենց օգնեն։ Այո, դուք ցուցակը կարդացել եք։ Այո։ Ղարաբաղցիները պետք է օգնեն։ Այն մնացած ինչ որ մարդկանց անուն են տալի։ Ես վստահ եմ որ այդ մարդիկ կարող են նույնիսկ չեն իմացել որ այդ ցուցակում հայտնվել են։ Բայց ընդրում թվերով է գրած, սա 20000, սա 8000։ Այո, կամ ասենք մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, ինչ բառեր օգտագործում, չգիտեմ ով էր այդ ձայնագրության մեջ, մարդկանց անասուն, ինչ էր ասում։ Անասունն է։ Անասուն։ Ժողովուրդ անասուն ժողովուրդ։ Խորը անասուն ժողովուրդ։ Խորը անասուն։ Խորը անասուն ժողովուրդ։ Էս ի՞նչ է։ Մեկ ժեխ են ասում, մեկ խորը անասուն են ասում, մեկ զոմբի են ասում, մեկ ինչ ասես ասում են, հետո գալիս են աստծուց են խոսում ու իշխանություն վերցնելուց են խոսում լուրջ։ Ես առաջարկում եմ նաև այդ կտորը լսենք եւ վերադառնանք տաղավար։ Պետք է բան անել, ինչ անունը, վարել էլի մարդկանց մեջ ճրակը վարել, որ իրանք էլ հասկանան, չէ, մենք էլ ենք մասնակից պրոցեսի։ Այո։ Պետք է անասուն ազգը, անասուն խորը անասուն ազգը, ամեն ինչում ուզում է լինի սեփականատեր և հիմնադիր։ Դրա համար պետք է սրախել պրոցեսի համահիմնադիրը դու ես, այլ քո ձայնը լսվել է։ Արտուրի ասել դա տեխնոլոգիա է, դա պետք է կիրառվի։ Ոչինչ չանալ։ Մեր գործողությունը մտնում է մտնում է մեկը ավտոկովարի, մեկը խանութ վիճակի։ Հիմա իրենք պետք է կոնտրոլ անեն, չեն կարող 15 ժամ թողան, որ ավտոները բաղվեն, փողոցները փակեն, տղերուկը լարերը քաշեն փակեն գետին։ Չեն կարող կոնտրոլը դուրս է նշանակում։ Դինեցը որ ոստիկանները ծրված ընդեն, մենք կարող մտնենք առավոտները մեկ էլի մնալու հավատալ պարտանալու։ Սենց է։ Աստեղ սկսվի, ոստիկանները ծրվերան դեր, ծրվածան ազգային ժողովրդյան բնի, ես ինքը մնացած եմ բնի, պաղվածան ժողով հավատվի, այդ շողով են բտենգը։ Մարդիկ տեխնոլոգիա են կիրառում։ Դա անասունները չեն հասկանում, այս տեխնոլոգիայով բերենք, որ հեղաշրջման մասնակից լինեն։ Իրանց վերաբերմունքն է, դամալ ունենք այն ինչ որ ունենք, իրանց հույս ընտրությունները չի, այդ նույն փաստաթղթի մեջ, եթե նկատել եք, էլի ընտրությունների մասին խոսք չկա։
Մի օրում Չէ, մի օրում չէ, ասում եմ ժամանակավորապես, եթե նայեք, կտեսնեք, եթե չեմ սխալվում, կարող ենք ստուգել, բայց ժամանակավոր էլի կառավարության, ժամանակավոր վարչապետի, ժամանակավոր ղեկավարի մասին է խոսքը։ Իրանք չեն ուզում այդ ժողովրդից ձայն վերցնել, գրվեն, ժողովրդին չէ, նույնիսկ բանից հետո, նույնիսկ այսպես ասած իշխանություն ստանձնելուց հետո Նաև չեն ուզում պատասխանատվություն վերցնեն։ Այսօր մեզ մեղադրում են, ասում են դուք կպածեք ձեր աթոռներին եւ այլը, իրանք լավ գիտեն, չէ, որ այսօրվա իշխանություն լինելը դա խաչ է, որը որ մենք տանում ենք, մեր առաքելությունն է, որը որ տանում ենք։ Այն փողերը, որոնք իրանք աշխատել են, այդ չինովնիկի հասկացողությունը այլևս չկա եւ գոյություն չունի, սա աշխատանք է, քրտնաջան ծանր ու պատասխանատու աշխատանք է։ Մեր աշխատանքային խնդրեմը դա Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրն է, պատերազմի, հնարավոր պատերազմի վտանգի ավելացում նվազեցումն է։ Էսա հա կպած եք ձեր աթոռներից։ Դուք ինչից եք կպած, ուզում եմ հասկանալ։ Արյուն, զենք, երեք նախագաներից խոսեցիք, հա։ Իրար մեջ վիճեն, այն մի նախագան մտածի վերջի իր տարիների ընթացքում ում մի հատ էլ վատություն անի, իր այդ չար նախանց էությունից ելնելով, այն երկուսը իրար մեջ վիճեն, թե ով ավելի, բան հետո վերջում բարիշեն, հա։ Իդեպ ուզում եմ անդրադառնամ այդ իրանց մեջի վեճին, հա։ Գյումրիում մենք բոլորը ասում էին, Գյումրիում Մարտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը դրանք մի թշնամիներ են։ Դրանք արյուն կա, դուք Գյումրին չգիտեք ինչ է, այնտեղ այդ ինչ Թասիբով տղեկը երբեք չեն արյան վրով Ինչ արեցին։ Հետո ինչ արեցին։ Արեցին։ Հիմա ես այդ քաղաքական երկվորյակների Քոչարյանի Սերժի բանն էլ չեմ մտածում, այն մեկի մասին էլ ասել եմ, այնի մտածում է իր վերջի տարիների ընթացքում ում մի հատ էլ վերջում մի հատ վատություն անի, նոր հրաժեշտ է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր, մենք կհետևենք այս իրադարձություններին, ցտեսություն։